Մոտենում են ընտրություններ, ինչպես Երևանի ավականու ընտրություններից առաջ հակառուսական պսիխոզ եղավ, հիշում եք, նացիստական Գերմանիայի մասին տարածվում են բանդերական Ուկրաինայի թեզերը։ Ներքաղաքական նպատակներով խաղարկվում է մի վտանգավոր կոմբինացիա, որը կարող է լրացուցիչ մարտահրավերներ ստեղծել Հայաստանի համար։ Արտաքին։ Իհարկե։ Սա նաև ուրացման գլոբալ քաղաքականության մի մասը։ Իրականում է ստանում են դեպի ադրբեջանական ենթապետություն։ Լավ լուրը Միրզոյանի մատուցմամբ կարող է լինել, որ Հայաստանը համաձայնել է այդ երկու նախապայմաններն էլ բավարարել։ Նիկոլ Փաշինյանը մեծ սիրով չէր գնա Մոսկվա, հաշվել գիտի, որ հասկանա, որ նախընտրական տարում նման դեմարշը կարող է որոշակի հետևանքներ ունենա։ Նիկոլ Փաշինյանը պատերազմի հերձիկ է։ Սա չի նշանակում ինքն է սկսել պատերազմը։ Սողացող կապիտուլյացիայի մեջ է երկիրը։ Մենք 2026 թվականին գնում ենք ըստ էության դասական իմաստով ոչ թե ընտրությունների, այլ հանրաքվեի։ Պատասխաններից մեկը այդ հանրաքվեի Հայաստանի Հանրապետությունն է։ Մյուս պատասխանը Արևմտյան Ադրբեջանն է։ Իշխանական Քարոզչյան մեքենան լայն թափով շարունակում է երկրորդ աշխարհամարտի պատմության վերանայման դիսկուրսը։ Ուղիղ տեքստով Ռուսաստանն օկուպանտ անվանելով, մյուս կողմից սակայն գրեթե չի խոսում ադրբեջանական իրական օկուպացիայի մասին։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, Կիզակետում այսօր կփորձենք պարզել, որն է այս դիլեմայի պատճառն ու նպատակը։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանց բարիգարություն։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Սուրենյանց, դիլեմայից էլ սկսենք, եթե դեմ չկա, ինչու է իշխանության համար Ռուսաստանը գրեթե օկուպանտ, երկրորդ աշխարհամարտում մեր մասնակցության անհրաժեշտությունը կասկածելի, բայց մյուս կողմից համարյա չեն խոսում Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական եւ Հայաստանի Հանրապետության մասնակի օկուպացիայի եւ դեռ շարունակվող ու սողացող օկուպացիայի մասին։ Ինչու։ Գիտեք, այդ հարցը լեգիտիմ լինելով հանդերձ բանական պատասխան չունի, որտեվ հիմա եթե փորձենք բանականության, տրամաբանության, ռացիոնալիզմի սահմաններում պատասխանենք, հաստատ քաղաքական իշխանության քաղաքական մեղսունակությունը կդրվի կասկածի տակ։ Ինչ-որ նպատակ կա դրա տակ։ Այո, ինչու հենց այս մայիսի 9-ին հիշեցին, մոտենում են ընտրություններ։ Չէ, դա այդքան մայիսինի հետ կապված չի, մայիսին առիթ էր ուղղակի։ Այդ եմ ասում։ Մոտենում են ընտրություններ, ինչպես Երևանի ավականու ընտրություններից առաջ հակառուսական պսիխոզ եղավ, հիշում եք, մի քանի 100 թե 1000 նույնիսկ վագներականներ էին իբր Հայաստան եկել, հեղաշրջում, հետո այդ փուլում մի շարք ինչ-որ հեղաշրջումների պատմություններ բացահայտեցին, հա։ Հիմա նույն պրոցեսն է սկսվել եւ շատ վտանգավոր մի բանի ականատեսնենք այս օրերին, նացիստական Գերմանիայի մասին տարածվում են բանդերական Ուկրաինայի թեզերը։ Այնտեղ են, չէ, Ուկրաինայում էս թեզերը, եթե նշեցվեց ամեն ինչ հաստատության։ Թեզերը նացիստական Գերմանիայի փրկչական առաքելության մասին նորություն չեն։ Ձերքի հետ էլ մաքրազերծվում են Թուրքիան օրինակ, որտեղ ստացվում է, որ օրինակ Թուրքիան բացարձակ մտադրություններ չի ունեցել երկրորդ աշխարհամարտի ժամանակ Հարավային Կովկասի նկատմամբ նկրտումներ ունենալու։ Հա, ընդհակառակը պիտի նացիստները Ստալինգրադը գրավեին, հետո տիրանային Հարավային Կովկասին։ Մեզ խաբել են, հակառակն են սովորեցել, պարոն Սուրենյան։ Հակագիտական, ոչինչով չի հիմնավորված թեզեր են։ Ուրեմն Թուրքիայի վերաբերյալ աշխարհակաղակական կենտրոնները միշտ էլ ինչ-որ պլաններ ունեցել են։ 19-րդ դարի վերջում միշտ ընդհանրապես աշխարհակաղակական կենտրոնները ձգտել են տիրանալ նեղուցներին, որպեսզի վերահսկելի դարձնեն Թուրքիայի վարքագիծը, սա միշտ եղել է։ Բայց որևէ մարդ, այդ թվում կրթությունը նորաձև է շարժման ընդերքում եփված Արծրուն Հովհաննիսյանը չի կարող գետ մեկ փաստ բերել, որ եթե անգամ նացիստական Գերմանիան մտադիր էր իր դաշնակից Թուրքիան մասնատել, ինչը արդեն ֆանտաստիկայի ժանրից է, բայց ենթադրենք կար նման մտադրություն,
որևէ փաստ չունի Արտուր Հովհաննիսյանը, որ դա արվելու էր Միացյալ Հայաստան ստեղծելու նպատակով։ Լավ, ընտրություններից ակնարկեցիք ու կիսատ նայած։ Նպատակը այս դիսկուրսը բացելու, Օվերտոնի պատուհան, չգիտեմ, Պանդորայի արկղ, ես իմ ինչ, դրա նպատակը ընտրություններին ինչ լինի։ Մոբիլիզացնեն հակառուսական տրամադրությունների հենքով հասարակությանը, մանավանդ իրենց տոքսիկ քարոզչության հետևանքով, պարզավոր այդ քարոզչության 90%-ը մտածածին փաստարկներով է եղել, հակառուսականության շատ մեծ ալիք կա Հայաստանում։ Դրանով իրենք կան իշխանության, թե այլ ինչ եւ իրենց իշխանությունը վերարտադրեն եւ հնարավոր հարմար դաշնակիցներ ունենան ապագա իշխանության ձևավորման հարցում։ Այն որ մարդ ծեծելով արևմտական են օրինակ, կամ թուրքական թեզեր տարածելով արևմտական են օրինակ, սա շատ վտանգավոր բան է, ներքաղաքական նպատակներով խաղարկվում է մի վտանգավոր կոմբինացիա, որը կարող է լրացուցիչ մարտահրավերներ ստեղծել Հայաստանի համար, արտաքին։ Իհարկե։ Ես քանիցս Սարգելի Արկադիի ասել եմ, որ Հայաստանը իր նվազ սուբյեկտությամբ չի կարող սպասարկել աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի, հատկապես Ռուսաստանի հետ հակադրության ռեժիմ։ Որևէ երկիր մեր սուբյեկտություն ունեցող չի կարող նման բան անել։ Նույնիսկ ավելորդ է ասել, որ Հայաստանը չի կարողանում դիմակայել անգամ Ադրբեջանի ճնշումներին, որը անգամներով իհարկե ավելացրել է իր սուբյեկտությունը 44-օրյա պատերազմից հետո, բայց գերտերություն չի։ Էլ ուր մնաց Ռուսաստանի նկատմամբ։ Հետո այս մարտիկ կորցրել են իրականության հետ կապ ընդհանրապես։ Սա մաքուր արկածախնդրություն է, որի հետևանքները իրենց մաշկի վրա զգալու են Հայաստանն ու հայ ժողովուրդը։ Սա նաև ուրացման գլոբալ քաղաքականության մի մասը։ Փորձում են հայ ժողովրդի ինքնության բոլոր բաղադրիչների դեմ պատերազմ վարել։ Սա նաև որ մեր հաղթանակներ, որ սա էլ մայիսինը մեր քաղաքակրթական ինքնության մասը։ Այնպես չի որ հայ ժողովուրդը պարտադրված է մասնակցել պատերազմին։ Տարան որպես պրոգրամացիա, որ ռուսները չկոտորվեն, հա, գիտեմ, բնականաբար։ Հայ ժողովուրդը սովետական միության մյուս ժողովուրդների պես, եկեք մենք մեզ էլ չխաբենք, սովետական միությունը համարել է իր հայրենիքը, դա այդպես է, 80-ականների վերջին նոր զարթոնք եղավ ազգային եւ այլն, եւ 80-ականների շարժումը նույնիսկ ենթատեքստով հակառուսական չէր, հակակայսերական էր։ Եկեք իրենց անունով կոչենք։ Եվ հետո արդեն կայսրությունը ինքն իրենով փլուզվում էր, այնպես չէր որ այո։ Հոգեվարքի մեջ էր։ Բնականաբար։ Հա։ Քաղաքակրթական դիմագիծը մարմնավորող բոլոր բաղադրիչների դեմ այս իշխանությունը վարում է պատերազմ։ Ղարաբաղյան շարժման դեմ, ցեղասպանության դեմ, հռչակագրի դեմ։ Հիմա էլ մայիսին ասա, այսինքն խնդիր է դրված ինստիտուցիոնալ հիշողությունից ամբողջապես կտրել այս ժողովրդին։ Այսինքն որ մենք բան ենք հանկարծ Մարսից հայտնված մարդիկ դառնում, ոչ թե արմատներով։ Իրաց ասած նոր Հայաստանի դիվային կառոպկի մեջ մեր ժողովրդին ու պետությունը դնելու խնդիր ունեն։ Դե իհարկե քողարկումներն, հա, նոր Հայաստան եւ այլն։ Իրական Հայաստան։ Իրականում է ստանում են դեպի ադրբեջանական ենթապետություն, որտեղ դուք շատ ճիշտ նկատեցիք։ Մի կողմից անդադ խոսում են ինքնիշխանության մասին, մյուս կողմից ինքնիշխանության շատ կարևոր երկու հատկանիշ մեր աչքի առաջ հələ տասնյակ հատկանիշներից կարող եմ խոսել, ես բայց երկու շատ կարևոր հատկանիշի մասին հիմա կխոսեմ։ Մեկը արդեն զոհաբերվել է, որտեղ խաղաղության պայմանագրում համաձայնեցված այդ կետը կա, մյուսն էլ որպես նախապայման են պահանջել։ Տեսեք, երբ որ խաղաղության պայմանագրում ու դա էլ մատուցում են որպես դիվանագիտական հաղթանակ։ Գիտեք, չմոռանաք Արարատ Միրզոյան ասաց, որ լավ լուր, հեսա դրան է կանդրադառնա, Բայրամովն էլ ձեր ասածներ հիշեցնում։ Դրանն էլ կանդրադառնա, բայց եթե խաղաղության պայմանագրում արդեն համաձայնեցված կրկնեմ, կետ կա, որ հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմի երրորդ կողմի ուժեր չեն լինելու, թարգմանենք դա ինչա նշանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանը ըստ էության զրկվում է
դաշնակիցներ ունենալու իրավունքից, որտեվ քո երկրի տարածքում ինչ ուժեր պիտի տեղակայես, դաշնակիցների ուժեր, չէ՞։ Տարբեր մակարդակի դաշնակցություններ իհարկե կան։ Կասկած չունենաք, որ այս նախադեպը խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո օգտագործելու է նաև Թուրքիան։ Իսկ ստացվում է, քեզ պարտադրում են մի հատ լուծում, որը էապես կաշկանդում է քո արտաքին քաղաքականության հնարավորությունները, սա մեկ։ Երկրորդը չեք գտնի համաշխարհային պատմության մեջ, ժամանակակից պատմության մեջ գոնե դեպք, որ երրորդ երկիր որևէ այլ երկրի պարտադրում է սահմանադրության փոփոխություն, ու այս մարդիկ դերևս խոսում են ինքնիշխանությունից։ Հիշում են 80 տարվա ճակերտավոր օկուպացիայի մասին։ Այո։ Այսօր ռեալ օկուպացիայի մեջ է։ Ռեալ օկուպացիայի մեջ է, ես փաստաթղթային երկու ձևակերպում ասեցի, բայց մեր երկրի 208 կիլոմետր քառակուսին օկուպացիայի տակ է, հələ պարզ չի դելիմիտացիան, դեմարկացիան ինչպիսի ընթացք ունենան։ Կանգնել է։ Կանգնած Մեկ տարուց ավելի լսել եք որևէ բան։ Չէ, շարունակվի, ես դերևս 1 տարի առաջ եմ բանել պնդում, եւ Սյունիքի ճակատագիրն էլ մեզանից դուրս է, այլ հանգամանքներով է պայմանավորված, այսինքն բարեբախտաբար հիմա Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև երկխոսություն կա եւ գոնե այդ առումով մի քիչ թեթևացած շուշ կարող ենք քաշել, հակառակ դեպքում այդ էսկալացիան բերելու էր նաեւ Սյունիքի հանդեպ շատ մեծ մարտահրավերների, բայց Սյունիքում էլ ուրիշ բան կա։ Հա դա զսպող գործոն է, ձեր նախկին ասած ԱՄՆ Իրան բանակցությունները, նաև այդ առումով զսպող։ Եթե զսպող գործոն բնականաբար, հակառակ պարագայում օրինակ Միացյալ Նահանգները Իսրայելի ջանքերով կներքաշվեր Իրանի դեմ պատերազմի մեջ, որի ակտիվ մասնակից կլիներ նաև Իրանի դեմ պատերազմի մեջ, որի ակտիվ մասնակից կլիներ նաև Ադրբեջանը, իսկ Բաքուն դրա համար գին էր ուզելու։ Ինքնին հասկանալի է, բայց հիմա ոնց որ թե այդ ռիսկը մի քիչ թուլացած է, բարեբախտաբար, բայց դա Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքը չի, բայց Սյունիքում էլ այլ բան է կատարվում։ Հիմա գրեթե 2 ամիս է, ամեն օր թիրախավորվում են 2-3 գյուղեր, Սյունիքի բնակչությունը ուղղակի դատարկվում է։ 105,000 մարդ է մնացել Սյունիքում։ Այդ տարբերակով են։ Իհարկե։ Բայց կրակոցները ձեզ թվում է ինչի համար է։ Հոգեբանական տերորի մեջ են պահում ժողովրդին։ Հայաստանի Հանրապետությունը ըստ էության չի հակազդում, այսինքն չի կատարում իր քաղաքացիների անվտանգության երաշխավորի գործառույթը, արդյունքում կամ որպես հետևանք մի շարք գյուղեր դատարկվելու վտանգի առաջ են կանգնելու։ Ոնց կարող ես մարդկանց մեղադրել, եթե գյուղից դուրս գան, այն պարագայում, երբ որ 2 ամիս շարունակ անտերուճ այդ մարդիկ պետության կողմից օտարված կարծես ապրում են գյուղերում, որը ամենօրյա ռեժիմով ենթարկվում է թիրախավորման, հա։ Արարատ Միրզոյանի Ձեր լավ լուրը, լավ լուրը որն է։ Ամբողջը նկարելուց հետո լսում ենք Արարատ Միրզոյանի լավ լուրը, որը կարող է լինել, շատ անկեղծ լինենք։ Եթե պաշտոնական Բաքվից հավաստիացում լսենք, որ երկու նախապայմանները հետ է քաշել, այսինքն սողացող կապիտուլյացիան գոնե կանգնում է, հա, մի հատ շատ վատ փաստաթուղթ ենք ստորագրում խաղաղության պայմանագիր, որը այնուամենայնիվ երաշխավորում է ինչ-որ փխրուն ստաբիլություն, հա։ Դա այսպես կոչված լավ լուր է, գոնե։ Դա կարող է լինել, բայց Բաքվից գրեթե ամենօրյա ռեժիմով առնվազն 3 ու 3 չառաջի օրը Բայրամովը դարձել է երկու պահանջները կրկնել։ Ընդ որում, ես սա հատուկ ուզում եմ շեշտել, Ադրբեջանը մշտապես այդ պահանջները կրկնում է, երբ որ Բաքվում հյուրընկալվում են օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետներ կամ պետության ղեկավարներ կամ ԱԳ նախարարներ, ինչի համար, որպեսզի միջազգային հանրության աչքերում լեգիտիմացնի իր պահանջները, որտեղ այդ հյուրերը կամ լուր հավանություն են տալիս կամ նույնիսկ խրախուսում են ադրբեջանական նախապայմանները, ինչպես արեց Գերմանիայի դաշնային նախագահ Շտայնմայերը, երբ որ Բաքվում էր, հա։ Այսինքն Ադրբեջանը հետ չի քաշել։ Հետևաբար լավ լուրը Միրզոյանի մատուցմամբ կարող է լինել, որ Հայաստանը համաձայնել է այդ երկու նախապայմաններն էլ բավարարել, բայց չի բարձրաձայնում դեռ։
Չի բարձրացային են, այնտեղ ժամկետների շուրջ է վեճը։ Ահա։ Ինչ ասել է համանդրությունը չենք փոխելու։ Ոչ միայն հաստատել, այլ ասել է իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը իր կարծիքն է արտահայտել, որ անկախության հղում հռչակագրի ուղղությամբ պետք է դուրս գա։ Ժողովուրդը կորոշի, բայց խմբի մասին էլ ասել է համաժամանակյա պատրաստ է։ Ըստ երևույթին ժամկետները Բաքվին չեն բավարարում եւ Երևանը հերթական զիջումն է անում։ Իսկ ժամկետները ընտրություններից առաջ կամ հետո՞ն է խնդիրը, ճիշտ եմ հասկանում։ Այո, նա երաշխիք են ուզում ստանան, որ միջև ընտրությունները, որպեսզի ընտրություններում չխանգարեն Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը։ Բա որ պարտվես հանգարտ, հա։ Հա, նաև պարտվելու հանգամանք կա։ Հիմա այնքան ցինիկ են իշխանությունը, որ դրան լավ լուր են կոչում, չնայած իրենք դիվանագիտական աննախադեպ հաղթանակ են համարել Տաուշի պաշտպանական դիրքերի ոչնչացումը։ Դելիմիտացիա դեմարկացիա։ Առաջին փաստաթուղթն է, որ ստորագրվել է Ադրբեջանի։ Դիվանագիտական աննախադեպ հաղթանակ են համարել խաղաղության համաձայնեցված պայմանագիրը, որը Բաքվի միակողմանի պահանջների մի ամբողջություն է։ Իրական անկախության օր են համարել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի օր, այսինքն էլ այս մարդկանցից մարդիկ որևէ բանով մեզ չեն զարմացնի։ Ես այս առումով շատ դիպուկ մի արտահայտություն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը արեց բաց համալսարանի, թե հայկական համալսարանի ուսանողների հետ հանդիպանը ու ընկերների, ասաց, որ անդադ թվում է, թե հասել ենք հատակին, էլ իշտելու տեղ չկա, մեկը ներքևից դրխկաստում է, ասում է ձեզ ենք սպասում, ամոտավորապես այդ վիճակի մեջ ենք, գավիժելու տեղ չկա, տեսեք, հասել ենք մենք մի հատ ինչ ստորացուցիչ մակարդակի, հենց Նիկոլ Փաշինյանի օրոք ռազմավարական համագործակցության մակարդակի են բարձրացված հայ-վրացական հարաբերությունները, ինչը ողջունելի է։ Ուրեմն ռազմավարական գործընկեր համարվող երկու պետության մեջ մի հատ խնդիր կա տնտեսական։ Կոնյակագործների։ Փոխանակ Հայաստանի կառավարությունը այդ խնդիրը լուծի կառավարական մակարդակով, ինչը պատշաճ է բարեկամ երկրների հարաբերություններում։ Քաջալերում է մարդկանց գնալ ցույց անել Վրաստանի դեսպանատան մոտ։ Խայտարակություն է։ Ումից է պահանջում, հա։ Խայտարակություն է սա։ Այդպես կարող են անել բացարձակապես վիրավորելու ցանկություն չունեմ։ Պետություն չունեցող ժողովուրդներ, ասենք եզդիները, ասորիները, որոնք պետություն ՄԱԿ-ի գրասենյակից ինչ-որ բաներ պահանջում, չունեն, օբյեկտիվորեն գնում են միջազգային այս կամ այն կառույցի կամ որևէ երկրի դեսպանատան մոտ։ Դեպ նախկին իշխանությունների ժամանակ քրդերը նաև մեր կառավարությունից էին, երբ որ իրենց հետ վատ էին վարվում Իրաքում եւ այլն, հիշում եք, մեր կառավարությունը ասում էին դա համարում էին, որ այս պետությունը նաև իրանցն է, եւ պահանջում էին, որպեսզի իրենց քվեով ու հարկերով աշխատող կառավարությունը հետամուտ դա շատ նորմալ պրակտիկա է։ Իհարկե, պարոն, տեսեք, տպավորություն ունեմ, չգիտեմ, կիսեք թե ոչ։ Փաշինյանի ներսում, չմտնեք իր ներսը շատ, բայց ներսում մի տեսակ այս 7 տարվա կամ 5 տարվա տպավորությամբ երկվություն կա, ոնց որ մի կեսը մարտնչում են իրար դեմ անզիջում, ինչ-որ ոչ մի թիզականը, մյուս կեսում դրա լրիվ հակակդիր, հա կոլաբորացիա, իսկ կոչեք ինչ կուզեք, որովհետև հիշում եք, հա Սևրի պայմանագրի մասին էր խոսում։ Արցախը, բայց հետո Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Հիմա փորձում է ասել Մոսկվան, համոզելով Մոսկվան օկուպանտ է, պապերը մեր իզուր են կռվել, բայց Բաքվի մասին ոչ մի խոսք չի ասում։ Այս տպավորությունը իմ ճիշտ է թե ոչ, եւ երկրորդ այս պարագայում թե ճիշտ է։ Ձեր կարծիքով ինչ էր անում Փաշինյանը Մոսկվայում իր սիրած այդ օկուպանտ բռնապետների ակումբում։ Ինչ էր անում։ Տեսեք, նախ սկսենք ընդեղից, որ Ռուսաստանի միջազգային մեկուսացման քաղաքականությունը, որի ջատագովն էր գլոբալիստական արևմուտքի հետ հատվածը, ծախողվել է։ Մայիսինի միջոցառումները դրա լավագույն ապացույցն են։ Այնպես չի, որ այնտեղ միայն Ռուսաստանի հովանու ներքո ռուսական անվտանգության ծածկոցի տակ գտնվող երկրների ներկայացուցիչներն են, Չինաստան, Բրազիլիա, Չինաստանը ինքն է ուրիշին վերցնում, Եգիպտոս, վարչապետի ԹԱԳՆ նախարարի մակարդակով Հնդկաստան եւ այլն, այսինքն Ռուսաստանի միջազգային մեկուսացում գոյություն չունի։ Սա մեկ։
Երկրորդը Նիկոլ Փաշինյանը մեծ սիրով չէր գնա Մոսկվա, ուղղակի այնքան հաշվել գիտի, որ հասկանա, որ նախընտրական տարում նման դեմարշը կարող է որոշակի հետևանքներ ունենա։ Բայց մյուս կողմից այո, անձի երկվություն նրա մոտ կա։ Կներեք, որովհետև նախընտրականով տեսեք, համ ասում եք, այն մասն է նախընտրական, համ դրա հակառակը, երկու գնա երաշխավորի, որ գոնե Մոսկվայից հնարավոր ռիսկերը չեզոքացնի։ Հասկանում եք, ինքը ամեն դեպքում այդ երկվությունը կա։ Այո, Մոսկվա այցը արժեք չունի մյուս կողմից, եթե նա շարունակելու է երկրի ստրատեգիական կուրսը փոխելու քաղաքականությունը, ինչի դրսևորումներն են թե ձեր ասած քարոզչական կամպանիան, թե Փաշինյանի մյուս քայլեր, օրինակ ԳՄ-ի անդամակցության օրենքի ընդունումը կամ հիմա տասնյակ բաներ կարող եմ ասել։ Ինչ վերաբերում է ձեր նկարագրածին, ձեր նկարագրածը բնորոշում է հոգեկան խնդիրներ ունեցող մարդուն, անձնական երկվությունը։ Դա կոնկրետ հոգեկան որոշակի խնդիր ունեցող մարդու էպիկրիզ է։ Ընդհանրապես, երբ որ Փաշինյանի քայլերին հետևում ես, երկու հետևության կարող ես գալ։ Կամ նա երկիրը հասցրել է այնպիսի վիճակի, որ նրա վարկագիծը իր արած քաղաքականության հետևանքն է, այսինքն գիտակցում է, ինչպիսի անելանելի փակուղային վիճակում ենք, կամ նրա մոտ առողջական խնդիրների այնպիսի սրացում կա, որ այլևս նրա շրջապատը կամ բժիշկները չեն կարողանում վերահսկել նրա վարկագիծը, կամ այդ երկու գործոնը միասին, հա? Նման իրավիճակ է, դրա համար ձեր հարցը լեգիտիմ է, բայց քանի գնում է հարգելի Արկադի Փաշինյանի վարկագծի գնահատականը դուրս է գալիս քաղաքագիտական տիրույթից։ Ցավը դա, որտեվ հիմա ես այնպիսի ոչ բնական բաների պիտի բացատրություն տամ, որի բանալին քաղաքագիտությունը չունի, որտեվ դա կարող է վերաբերվում արդեն առողջապահության ոլորտին, այլ ոլորտների։ Որտեվ Հայաստանյան անգամ իր իշխանության կազմում հայ-դատական դաշնակցություն, կոալիցիոն գործընկեր ունեցող որևէ նախագահ անգամ, չեմ խոսում դեռ առաջին նախագահից, երբևէ Սևրի դաշնագրի մասին։ Հիշում եք նման բան։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը երրորդ հանրապետության պատմության ընթացքում նախապատերազմյան Նիկոլ Փաշինյանը ամենա ոչ մի թիզական, ամենա մեծապետական նպատակներ, առավելապաշտական որակարգ ունեցող ղեկավարն է եղել։ Դուք հիշեցիք միայն Սևրի դաշնագրի ֆետիշացումը, որը ուղղակի նշանակում էր ձեռնոց նետել Թուրքիային։ Ես ուրիշ բան կհիշեցնեմ, երբ որ նա, չգիտեմ, հոգեկան կամ ֆիզիկական ինչ վիճակում Գերմանիայի քաղաքներից մեկում երկնում էր Մյունխենյան սկզբունքները, սա ինչ էր նշանակում, սա ձեռնոց էր նետված ոչ թե Ադրբեջանին, այլ միջուկային 3 գերտերությունների, որոնք էին Մինսկի խմբի համանախագահները։ Այդ դրա համար ենք ասում Նիկոլ Փաշինյանը պատերազմի հերձիկ է։ Սա չի նշանակում ինքն է սկսել պատերազմը։ Այդպես են մանիպուլացնում։ Դա մանիպուլացիա, թե ինչ ուզում են անեն։ Ինքը իր քայլերով լեգիտիմացրել է պատերազմ սանձազերծելու Ալիևի օրակարգը։ Ադրբեջանը միշտ է ուզեցել պատերազմ, բայց Հայաստանի որևէ ղեկավար դրա առիթները չի տվել։ Նիկոլ Փաշինյանը 2 տարում մի առիթ չտվեց, տասնյակ առիթներ տվեց։ Թուրքիային դավագրգռեց, Ադրբեջանի դավագրգռեց, հիշում եք այն Տաուշի ավանտյուրն ու դրա ֆետիշացումը։ Բոլոր համանախագահ երկրներին տրամադրեց Հայաստանի դեմ, որտեվ եթե դու ասում ես ձեր բերած մադրիդյան սկզբունքները աղբանոց նետելու բան է, երբ որ քո սեղանին բերել են մադրիդյան սկզբունքների հերթական մոդիֆիկացիան 5 գումարած 2 կարգավորման պլանի մասին եմ խոսում, որը Լավրովի պլանը նաև հայտնի մեր հասարակությանը, 2019-ին այդ փաստաթուղթը բերում են դնում են քո սեղանին, դու հերիք չի հասարակությանը խափում ես, ասում ես, որ կարգավորման գործընթաց չկա, հերիք չի, որ դրան զուգահեռ Մյունխենյան սկզբունքներից ես խոսում,
աղբանոց նետելով այդ մադրիցյան սկզբունքները, փաստորեն միշտորդական հարթակը, մի հատ էլ վազում է Ստեփանակերտ, գոռում ես Արցախը Հայաստանը եւ վերջ, դրանով ասում ես, որ դու կարգավորման գործընթացից դուրս ես գալիս։ Բասա պատերազմի հրձիքի վարկագիծ եթե չի, այլ ինչպես է կոչվում այս վարկագիծը։ Բասա վերջում, հիշեցիք, որ ձեռնոցն է այդ գերտերություններին, հա Խմիսկի խմբի եւ այլն։ Հիմա եթե վերլուծեք այս ամեն ինչը այս փուլում Փաշինյանի Մոսկվա գնալը եւ այլն ընդհանրապես չուզենալ այս քայլերը, սրանք գնացող մարդու, այսինքն իշխանությանը ռեալ վտանգ զգացող մարդու քայլեր են, թե եւ եթե այո, ապա ունենալու է աշխարհաքաղաքական էլի տերեր, որոնք իրեն կպահեն գալիք ընտրությունում, ինչպես պահել են 21-ին եւ 18-ին, ինչ է այս առումով։ 2021-ին ինքը վերարտադրվեց, որովհետեւ խաղաղության օրակարգի նստօրության միայն ինքն էր տեր կանգնում, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ինքն էր ստորագրել, անդիմադիր մյուս ուժերը ցավոք սրտի ոմանք էյֆորիկ տրամադրություններից ելնելով, ոմանք շոկի մեջ գտնվելով, ասենք չունեն այլ ընտրանք, իրենց ծրագիրը չունեն եւ թիրախավորում էին այդ փաստաթուղթը, դրա շնորհիվ պահպանվեց։ Հիմա այս անգամ բացի գլոբալիստական շրջանակներից արևմուտքի Նիկոլ Փաշինյանը ակնհայտ տանիք չունի, բայց այդ տանիքը կա։ Հա, իհարկե դա էլ կա, Ադրբեջանի ցանկությունն էլ կա իրան վերարտադրելու, Թուրքիայինն էլ կա, այդ բոլորը կան։ Բայց դա ինքնին, եթե նույնիսկ ինքը աշխարհաքաղաքական խնդիրներ ունի կամ փակուղում է, դա ինքնին երաշխիք չի, որ երկրում կարող է 100%-անոց երաշխավորված իշխանափոխություն լինի, եթե միջև ընտրությունները չձևավորվի իրական այլընտրանք Նիկոլ Փաշինյանի իշխանության։ Առաջին որոշողը այնուամենայնիվ ոչ թե աշխարհաքաղաքական կենտրոններն են, այլ մեր հասարակությունը։ Եթե մեր հասարակության այնպիսի կոնսենսուս ձևավորվի, քաղաքակիրթ կոնսենսուսի մասին է խոսքը, որը ուրվագծի Հայաստանի զարգացումը առաջիկա 5-10 տարվա համար, միջազգային հանրությունը կադապտացվի այդ իրողությանը։ Իսկ այնպես չի, որ դրսից մեզ կարող են փաթաթել ինչ-որ ընտրություն, եթե մեր հասարակությունը իր գիտակցված ընտրությամբ իր սուբյեկտությունը բարձրացնի։ Բայց օրինակ իմ նախկին հյուրը, նախորդ հյուրը օրինակ մի միտք ասաց, որ Փաշինյանը ներսում գիտակցում է, որ կոմպլեքս ունի, որ ինքը ժամանակավոր ֆիգուր է դրված, կոնկրետ խնդիրներ լուծելու, այսպես կոչված լուծելու։ Արցախը, չգիտեմ ինչ եւ այդ պատվիրատուներն էլ իրեն մի օր հերաս այդ խնդիրները անվերջ են, ուզում ասեմ, չի ավարտվել այդ իր ճակերտավոր խնդիրների կատարում։ Գիտեք, այդ որ ասում է հատակ անսահմանություն ունի գավիժման իմաստով։ Սողացող կապիտուլյացիայի մեջ է երկիրը եւ միշտ էլ Ադրբեջանի կամ Թուրքիայի ինչ-որ բավարարող ժեստեր Նիկոլ Փաշինյանը կարող է անել։ Մյուս կողմից միշտ էլ մենք կարող ենք այդ ամոթալի ազգային նվաստացման գործընթացը կասեցնել։ Իհարկե անդառնալի կորուստներ ունենք, որ այլևս չենք կարող վերադարձնել, օրինակ Արցախը։ Օրինակ դելիմիտացիայի, դեմարկացիայի այն փուլը, որ Տավուշում անցել ենք։ Օրինակ Գորիս-Կապան ճանապարհի կորուստը։ Բաներ կա, որ անդառնալի կորցրել են։ Դա էլ է անդառնալի համար։ Իհարկե, բայց կարող են գահվիժման այս ընթացքը այնուամենայնիվ կանգնեցնել։ Մենք 2026 թվականին գնում ենք ըստ էության դասական իմաստով ոչ թե ընտրությունների, այլ հանրաքվեի։ Պատասխաններից մեկը այդ հանրաքվեի Հայաստանի Հանրապետությունն է։ Մյուս պատասխանը Արևմտյան Ադրբեջանն է։ Հա, ոնց որ երկու հարց լինի դրանց, հա։ Նիկոլ Փաշինյանը այսօր մարմնավորում է Արևմտյան Ադրբեջանի օտար գաղափարախոսությունը եւ նրան հենց այդ աչքով էլ պետք է մեր հասարակությունն դիմությունը նայեն։ Այլ ռեցեպտ գոյություն չունի։ Իհարկե մեզ հասարակական համերաշխությունը պետք է։ Իհարկե սա անտագոնիզմը երկար շարունակվել չի կարող, որովհետև սա նորմալ չի։ Բայց դա կարող է տեղի ունենալ կոնսենսուս -1-ի տրամաբանությամբ։ Այսինքն մի հանրաքվե արեցին 91-ին, ստեղծեցին երրորդ հանրապետություն, եկանք հասան 26 2026 պետք է պահենք, հա։ Սա շատ ուղիղ դիմում եմ նաև ԿՊ-ականներին։
իրենցից շատերը կամ իրենց զգալի մասը կարող են խնդիր չունենալ այս երկրում ապրելու, աշխատելու, նույնիսկ պաշտոններ զբաղեցնելու, բայց ամեն ինչի գին ունի։ Նրանց հասարակության կողմից նրանց համաներման գինը Նիկոլ Փաշինյանին հանձնելն է։ Սա ես ասում եմ հստակ որպես բանաձև։ Եվ 1 տարի կա ԿՊ-ի գործիչները նրանց զգալի մասը կարող են այս ուղղությամբ մտածել։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, այսօր կիզակետում Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն էր, կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութ դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube անալիքին, կհանդիպենք։